Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Ապագա մայրիկների ակումբ խորագրում միասին կուսումնասիրենք հղիության 12 շաբաթականում պտղի աճի առանձնահատկություններն ու մայրիկի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները։ Ինչպես սովորեցնել երեխային գիշերանոթ նստել, խորհուրդներ մանկաբույժից, ագրեսիվ երեխաներ, պատճառներից մինչև դաստիարակության մեթոդներ, գազավորված ըմպելիքներ, նորանոր բացահայտումներ դրանց կործանարար ազդեցության մասին։ Բարի գալուստ ապագա մայրիկների ակումբ, ձեզանից շատերը նորաթուխ հղիներ են, մի մասն արդեն հասցրել են գիտակցել իրենց երջանկության չափաբաժինը, մյուսներն էլ մոտենում են հղիության վերջին փուլին։ Մի խոսքով, հղիության բոլոր եռամսյակներն են ունեն իրենց դժվար ու հաճելի կողմերը։ Այսօր միասին կուսումնասիրենք առաջին եռամսյակի վերջին շրջանը, հղիության 12-րդ շաբաթը։ Մենք կարող ենք ձեզ շնորհավորել արդեն, քանի որ մասնագետները փաստում են, որ հղիության սկզբի առաջին ամիսներն ամենապատասխանատուն ու վտանգավորն են համարվում։ Դուք գրեթե թևակողել եք այդ փուլը։ Առաջին եռամսյակի վերջում ետևում են մնացել արդեն մի քանի կրիտիկական շրջանները, դրանք բեղմնավորման, իմպլանտացիայի եւ օրգանների սահմանադրման շրջաններն են, որի ընթացքում շատ հաճախ է լինում վիժումները կամ արատների ձևավորումները։ Հետ է մնացել նաև վաղ տոքսիկոզի արտահայտումները, դրանք սրտխառնոցն է, փսխումներն են, տկարտադրությունը եւ այլն։ Կինը, եթե հղիության առաջին ամիսներին գանգատվել է սրտխառնոցներից, քնկոտությունից, գլխապտույտներից ու հոգնածության զգացողությունից, ապա այս ժամկետից սկսած նկատում է, որ դրանք աստիճանաբար վերանում են։ Այս շրջանում հղի կնոջ քաշը միջինում շաբաթական ավելանում է 500 գրամով։ Աստիճանաբար տեսանելի է դառնում կլորիկ փորիկը։ Աճող արգանն աստիճանաբար մեծացնում է կոնքի արյունատար անոթների վրա ճնշումը, որտեղ ստորին վերջույթներից հոսում է երակային արյունը։ Հենց հղիության ժամանակ է կինը նկատում սրունքների ենթամաշկային երակների լայնացումը։ Հղիության 12-րդ շաբաթից սկսած շատ ապագա մայրիկների տանջում է նաև փորկապությունը։ Երևույթին մատների արանքով նայել պետք չէ։ Այդ մասին անպայման տեղյակ պահեք ձեր գինեկոլոգին եւ հետևեք նրա ցուցումներին։ Ապագա մայրիկները պետք է ուշադիր լինեն նաև սեռական ուղիների արտադրությանը։ Առողջ հղի կնոջ սեռական ուղիներից արտադրությունը պետք է լինի չափավոր, բաց կաթնագույն միասեռ։ Թարախի կամ լորձի ի հայտ գալը վկայում է վարակի մասին։ Հաճախ հղիության ընթացքում կնոջն անհանգստացնում են նաև կանդիդ տեսակի սնկերը, որոնք կաթնուկ են հարուցում։ Հեշտոցի մուտքի շրջանի քորը, այրոցը ուժգնանում են միզարձակումից, սեռական ուղիներից լորձանման արտադրության դեպքերում։ Հղիության 12-րդ շաբաթում այս հիվանդությունների արկայության դեպքում պետք է լիարժեք բուժվել։ Պտուղն արդեն ձևավորված է, ընկերքն ի վիճակի է պաշտպանել արտաքին ազդեցությունից և հակամանրեային դեղամիջոցները պտղին չեն կարող վնասել։ Հղիության 12-րդ շաբաթում ապագա մայրիկների մեծամասնությունն արդեն ընտրել է համապատասխան բուժհաստատություն և հաշվառվել որպես հղի։ Այս շրջանում հղի կանայք գինեկոլոգի նշանակմամբ սկսում են հետազոտությունների մեծ փուլ անցնել։ Հղին երբ գալիս է հաշվառման, անցնում է գինեկոլոգիական զննում, կատարվում է կոնքաչափում, հանձնում է արյան ընդհանուր եւ բիոքիմիական քննությունները, մեզի քննությունը, հեշտոցից քսուկ եւ հանձնում է ըստ հղի համաձայնության միավ հետազոտությունը։ Նաեւ կատարվում է պարտադիր թերապևտիկ քննություն, անցնում է ուլտրաձայնային հետազոտություն, շատ կարևոր է 11-ից 13 շաբաթական ժամկետներում անցնել այդ հետազոտությունը, քանի որ այն սկրինինգային է, ցույց է տալիս պարանոցային ծալքը, նրա չափը եւ կատարվում է նաեւ քթի ոսկրի չափումը եւ պոչու գագաթային չափի որոշումը։ Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել պտղի վիճակը ներարգանդային զարգացման ընթացքում։ Մեթոդներից մեկը պրենատալ սկրինինգն է, որը կիրառում են պտղի զարգացումն էմբրիոնային շրջանում գնահատելու համար։ Մեր երկրում իհարկե այս սկրինինգը դեռ պարտադիր հետազոտությունների մեջ չի մտնում։ Սկրինինգն ուղղված է քրոմոսոմային անոմալիաների հավանականությունը հայտնաբերելուն, դա ունի համախտանիշ եւ որոշ բնածին արատների զարգացում։ Պրենատալ սկրինինգ խորհուրդ է տրվում անցկացնել բոլոր հղի կանանց։ Այն առավելապես ցուցված է ռիսկի խումբ հանդիսացող 35 եւ բարձր, հատկապես 40 եւ բարձր տարիքի կանանց համար, ինչպես նաեւ այն կանանց, ովքեր նախկինում ունեցել են ներարգանդային զարգացման արատներով երեխաներ։
Կարծես թե ապագա մայրիկներին վերաբերող բոլոր հարցերին կապված հղիության 12 շաբաթվա հետ պատասխանեցինք, անցնենք պտղին։ Սաղմի երկարությունը 5-ից 6 սանտիմետր է, զանգված է 20-ից 30 գրամ։ Պտղի գանգի դիմային մասը սկսում է մարդու նմանվել։ Գլուխն առաջ է հակված, կզակը դիպչում է կրծքին։ Պարանոցը հստակ ուրվագծված է, կոպերը փակ են, վերջույթները լավ զարգացած են, սակայն չեն ներդաշնակում մարմնի չափերին։ Եղունգներն են սկսում արդեն աճել, սկսում են սաղմնադրվել մազապարկերը։ Պտուղը սկսում է ձայներ արձակել, քանի որ ձևավորվում են ձայնալարերը։ Արտաքին սեռական օրգանները զանազանվում են ըստ սեռական հատկանիշի։ Հնարավոր է լինում արդեն ուլտրաձայնային հետազոտության միջոցով որոշել երեխայի սեռը։ 12-րդ շաբաթվա սկզբում արդեն ձևավորված է վահանագեղձը եւ ունակ է 7 թիրոզին սինթեզել։ Վահանագեղձի հորմոնները կարգավորում են նյութափոխանակությունը, ապահովում են աճը, հյուսվածքների զարգացումը եւ առանձնացումը, այդ թվում նաեւ կենտրոնական նյարդային համակարգում։ Այդ պատճառով էլ վահանագեղձի աշխատանքի անբավարարության դեպքում դիտվում է աճի դանդաղում, նյութափոխանակության ընկճման հետևանքով։ Պտղի արյան կազմում հայտնվում են սպիտակ գնդիկները։ Հղիության 12-րդ շաբաթվա վերջում ձևավորվում է պտղաընկերքային համակարգը եւ մայր պտուղ համակարգում արյան շրջանառությունը դառնում է առավել արդյունավետ։ Աճող պտուղը մոր օրգանիզմից ամբողջ ծավալով ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը։ Ընկերքը ձևավորվում է սկսված 12 շաբաթականից, այն սկսում է իր ֆունկցիան կատարել, լիարժեք ձևավորվում է 16 շաբաթական ժամկետում, կատարում է շատ կարևոր մի շարք ֆունկցիաներ, դրանք շնչառական ֆունկցիան են, պաշտպանական ֆունկցիան, ներզատիչ ֆունկցիան եւ այլն։ Այն պաշտպանում է պտղին տարբեր վնասական ազդեցություններից, թույներից, ալկոհոլից, նիկոտինի եւ մնացած անցումը պտղին կամ կանխում է որոշակի դեղորայքների անցումը նույնպես։ Հղիության 12-րդ շաբաթվա մասին այսքանը։ Դուք շարունակեք վայելել ձեր հղիությունը, մի մոռացեք զբոսնելու, առողջ սնվելու եւ միշտ ժպտալու մասին։ Ապագա մայրիկների ակումբում կհանդիպենք մի քանի օրից։ Յուրաքանչյուր մայրիկ իր մամայական կարիերայի ընթացքում ժամանակ առ ժամանակ երեխայի տարիքային տարբեր փուլերում գրանցում է հաղթանակներ ու հասնում նվաճումների, որոնք կողքից նայողի համար աննկատ են կամ ոչինչ չարժեն։ Այդ հաղթանակների բերկրանքը երբեմն անհնար է անգամ համեմատել մասնագիտական ոլորտում ունեցած հաջողությունների հետ։ Որ մի մայրիկն իրեն հաղթողի պատվանդանին կանգնած չի պատկերացրել, երբ երեխան սկսել է կուրծք ուտել, երբ ամբողջ գիշեր առանց արթնանալու քնել է, երբ հրաժարվել է ծծակից եւ վերջապես երբ սկսել է գիշերանոթ նստել։ Երեխային գիշերանոթին վարժեցնելն իսկապես լուրջ ձեռքբերում է մայրիկի համար, քանի որ երեխաների մեծամասնությունն այդ փուլում տանջում են մեզ ու մի լավ հուսահատեցնում։ Հուսամ մասնագետի խորհուրդները կօգնեն ձեզ հասնելու այդքան ցանկալի արդյունքին։ Փոքրիկ գեղեցկուհի Վիկտորիան 7 ամսական է, մայրիկի կարծիքով նա բավականաչափ մեծ աղջիկ է։ Գիշերանոթից օգտվելու ժամանակն է։ Մայրիկը գիտակցում է, որ առաջիկա օրերին, միգուցե նաև շաբաթներին հանդիպեն դժվարությունների, բայց կարևոր գործի համար արժե մի թեթև տանջվել։ Իսկ դժվարություններն ավելի հեշտ հաղթահարելու գործում մայրիկին օգնության է հասնում մանկաբույժը։ Շատ ճիշտ է 7-8 ամսականից երեխային սովորեցնել արդեն գոնե այդ ռեֆլեկտոր ձևով սովորեցնել գարշոկին, գոնե պահել։ Դա հիմնավորվում է նրանով, որ երեխայի մոտ նախ սկսում է ձևավորվել կայուն ֆիզիոլոգիական ռեֆլեքս բավական, եթե դա 7 ամսականում ենք մենք սկսում։ Առաջի քայլը իհարկե պամպերս հանված լինի, որ երեխան սովորի, զգա իր թաց ու չոր մաշկի տարբերությունը։ Ու նոր միայն դրանից հետո անցնում ենք հաջորդ քայլը։ Փոքրիկին գիշերանոթից օգտվել սովորեցնելու համար պետք է հետևել մի քանի պարզ, բայց պարտադիր կանոնների։ Կանոն առաջին. Գիշերանոթը դրեք երեխայի համար հասանելի ու տեսանելի վայրում, որպեսզի նա սկսի սովորել գիշերանոթի առկայությանը։ Կանոն երկրորդ. Փորձեք գիշերանոթ նստելու արարողությունը վերածել փոքրիկ խաղի։ Նախ բացատրեք դրա կարևորությունն ու սիրելի տիկնիկներից մեկին նստեցրեք գիշերանոթին։ Տիկնիկից հետո այդ պատվավոր տեղն առաջարկեք ձեր փոքրիկին։ Ցանկալի արդյունք գրանցելու համար շատ կարևոր է, որ դուք լինեք համբերատար ու ուշադիր։ 7-8 ամսականում ենք սկսում, մոտավորապես որոշակի պարբերականություն է պետք, որպեսզի ուղղակի գտնենք այն պահը, երբ որ երեխան պետքա անի։
Նաև այդ ձևով մաման ինքն է զգում մի զարթակումից, կվարցակումից առաջ երեխան ինչ որ մի նշաններով արդեն հասկացնում է, դեմքի արտահայտությունն է փոխվում, միմիկան է փոխվում, հնարավոր է որ ոտքերը կծկեն, ձեռքը տանի որովայնին։ Նման երեխան ինչ որ մի ձև նշաններով հասկացնում է։ Ուշադիր մամաները այդ ամբողջը ֆիքսում են։ Առաջի օրը համենայն դեպս սկսում են 15 րոպե ինտերվալներով։ Քանի որ այս տարիքում երեխաների միզապարկի ծավալը փոքր է, ապա օրվա ընթացքում անհրաժեշտ է մոտավորապես 10-ից 15 անգամ գիշերանոթ նստեցնել։ Հատկապես ուշադրություն դարձրեք, որ ուտելուց առաջ եւ հետո, գիշերային քնից առաջ եւ գիշերային քնի ընթացքում բաց չթողնեք երեխայի գիշերանոթ նստեցնելու հարմար պահը։ Միշտ հիշեք, որ նախքան ձեր փոքրիկը կսովորի ինքնուրույն ու կանոնավոր կերպով օգտվել գիշերանոթից, դուք պետք է լինեք շատ նրբանկատ ու սիրալիր նրա նկատմամբ։ Գիշերանոթից օգտվելու անհաջող ու չստացված փորձի դեպքում անգամ գովեք ու քաջալերեք ձեր բալիկին, որովհետև միայն այդ դեպքում կհասնեք ցանկալի արդյունքի։ Երբեք մի ստիպեք ու մի պարտադրեք երեխային իր կամքին ու ցանկությանը հակառակ գիշերանոթ նստել, այդպես դուք ոչ մի արդյունքի չեք հասնի։ Եվ հիշեք, եթե երեխան ոչ մի կերպ չի հարմարվում գիշերանոթին, մի սպասեք եւ անկախ ամեն ինչից հրաժարվեք տակդիրներից։ Ակտիվներին, աշխուժներին, չարաճճիներին, շարժումներին, չլսողներին կհիշեք ինչպես են շրջապատում անվանում այս փոքրիկներին։ Ագրեսիվ։ Ասում եմ, չէ, մենք հայերս սիրում ենք տեղին, անտեղին պիտակավորել մեր եւ ուրիշների երեխաներին։ Առանց իմանալու իրականում ովքեր են ագրեսիվ երեխաները, ինչ հոգեբանական խնդիրներ ունեն, ինչպիսի վարքագիծ են դրսևորում, մենք չենք կարող նրանց պիտակավորել ու հայտարարել իլուր աշխարհին, որ մեր երեխան ագրեսիվ է։ Դրա համար պետք է լինել տեղեկացված։ Առաջիկա հարցազրույցը կօգնի ձեզ այդ հարցում։ Մայրիկների ակումբում է հոգեբան Տաթևիկ Գունիան։ Ողջույն Տաթևիկ։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, այսօր մեր տաղավարում են նաև Գեղեցկուհի Էլիզան եւ Ավետը, ինչպես եք երեխաներ։ Լավ, եթե նրանք լավ են, սա մեր ծրագրի համար գոնե ամենակարևորն է, մենք անցնենք մեր զրույցին, այսօր հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, ագրեսիվ երեխաներ։ Տաթևիկ, թույլ տվեք նաև հեռուստադիտողներին տեղեկացնել, որ դուք ձեր կրթությունը ստացել եք Ռուսաստանում, մոտեցումների մասին էինք նախքան զրույցը խոսում, շատ հետաքրքիր էին ու պետք է խոստովանեմ, որ նաև տարբեր, հուսամ ձեր զրույցի ընթացքում հետաքրքիր խորհուրդներ որպես ծնող կստանանք եւ իհարկե դրանք կարողանանք կիրառել։ Նախ ձեզ պետք է խնդրեմ մեկնաբանել ու սահմանել ինչ է ագրեսիվություն ընդհանրապես։ Երբ որ երեխան ինչ-որ մի բան ուզում է անել կամ ստանալ, կապ չունի, խաղալիք դա, կոնֆետ դա։ Խանութում իր սիրելի խաղալիքը։ Այո։ Ծնողը, չգիտեմ ինչ խնդիրներով, ասում է ոչ։ Այդ առաջի քայլն է, որը երեխային դուրս չի գալիս։ Եվ սկսում է երեխան պահանջել ոնց ոչ, եթե ես ուզում եմ։ Լավ։ Եթե այդ մոմենտին ծնողը երեխային ճիշտ չի բացատրում, որ ես հասկանում եմ, որ քեզ դա դժվար է, դու ուզում ես, ես հարգում եմ քո ցանկությունը, բայց հիմա մենք չենք կարող, որովհետև ու ինչ որ խնդիր, ինչի չենք կարող։ Երեխան դառնում է ագրեսիվ այն ժամանակ, երբ որ նա ինչ որ ինքը ուզում է ստանա, չի ստանում։ Եվ կա տարբեր զգացմունքներ, որ ինքը պետք է ապրի, տխրի, որ չի ստանում։ Երևի մի քիչ ավելի բարդ օրինակ բերեմ մեծերի մասին, որ կարող է եւ ավելի հասկանալի լինի։ Մեծ մարդը կարա ագրեսիվ դառնա, երբ որ օրինակ ինչ որ մոտիկ մարդը մահացել է։ Մեր մենտալիտետով տղամարդիկ չեն կարող լացել, ինչ որ պետք է ուժեղ լինեն и так далее։ Ու իրանք ավելի ներվային են դառնում։ Լավ։ Իրանք ավելի կտրուկ են դառնում։ Ինչը կօգնի, որ այդ չստացվի, ինքը պետք է ապրի այդ զգացմունքները։ Նույնը երեխայի մոտ է։ Այսինքն արտահայտվի։ Այո, արտահայտվի եւ զգա, որ իր կողքը կա պատդերժկա։ Երեխայի կողմից դա պետք է լինի մաման կամ պապան կամ տատիկը, հա։ Եկեք օրինակով եւս մեկ օրինակ բերենք, պատկերացնենք երեխան դրսում ցուրտ է, ցանկանում է իջնել բակ, մայրիկը թույլ չի տալիս, որ իջնի բակ։ Ինչպես թույլ տանք, որպեսզի ապրի այդ տխրությունը ու զգա ու սենց բան ասեմ, իմ համար իրոք տարօրինակ է, որ ստեղ ծնողները -10-ը չեն թողում դուրս։ Ինչ է նշանակում ցուրտ։ -50, հա, ես իմ երեխային չեմ թողում։ Երբ որ կարա ինքը մահանա կամ շատ ուժեղ հիվանդանա։ -10-ը, -15-ը, ինչու ոչ։ Հագցրա ավելի տաք ու իջի դուրս։ Ծնողին կոմֆորտ չի, որովհետև ինքը պետքա կանգնի, մրսումը, զրուցել, չգիտի ում հետ զրուցի, հետաքրքիր չի։ Ինքը ասում է ոչ։
դա էլի մի քայլ է, որ երեխան դառնում է ավելի ագրեսիվ։ Բայց երբ որ մենք իր կողքը լինում ենք, իրան օգնում ենք դա ապրել, կամ ինքը հասկանում է ինչի, կամ ինքը գտնում է ուրիշ տարբերակ, հա, այդ դեպքում իրան ավելի հեշտ է մի քայլ անցնել ու հաղթահարել պահը։ Գալիս է մի քայլ, որը ինքը փորձում է ուրիշ բան փոխի, օրինակ շատ ժամանակ փոքր երեխաները սկսում են պիրամիդա հավաքել ու չի ստացվում, իրանք սկսում են խփել, Նյարդայնանալ։ հա, դա ինչ է, ագրեսիա է։ Ծնողը այդ րոպեն եթե լինի կողքը ու ասի, գիտես, քո մոտ հիմա չի ստացվում, դու տխրում ես։ Արի փորձենք այս տարբերակով։ Արի փորձենք այսենց։ Ու ոնց որ իրան օգնում է, ինքը այդ քայլը անցնում է ծնողի հետ։ Ինքը զգում է, որ իր ծնողը կողքն է։ Այսինքն ձեր մոտեցմամբ ցանկացած ոչ ու մերժում երեխայի մոտ բերելու է ագրեսիվ արձագանք ու դրսևորում, բայց եթե ծնողը տվյալ պահին լինի նրա կողքը, օգնի նրան հաղթահարել տվյալ իրավիճակ, այսինքն պարզապես երբեմն խոսի երեխայի հետ, հա, բացատրի, օրինակ, չեմ թողնում քեզ դուրս իջնել, որովհետև հիմա դու ունես բարձր ջերմություն եւ այլն, եթե գնաս, մենք կհայտնվենք հիվանդանոցում, այսինքն մի փոքր զրույց 5-10 րոպե եւ երեխան կհաղթահարի ու հաստատ արձագանքը ագրեսիվ չի լինելու հաջորդ պահին։ Տաթևիկ ինչն է հետաքրքիր, որ ձեր խոսքից հասկանում եմ, մենք սովորաբար հա ագրեսիա, ագրեսիվ երեխաներ, սրան միշտ վատ տեսանկյունից ենք նայում, միշտ խուսափում ենք, վախենում ենք, մեր երեխան հանկարծ չդառնա այդպիսին։ Ձեր խոսքից նաև հասկացա, որ սա նորմալ երևույթ է, այսինքն ունի նաև դրական կողմեր։ Այո։ Եվ շատ եմ ուզում այսօր դրա մասին խոսել։ Երևի օրինակ կբերեմ, որը շատ պարզ կլինի։ Նույնիսկ ինձ ծնողները միշտ սովորացնում են, երբ որ հյուր է գալիս, ուզում է իմ խաղալիքներով խաղալ, ես պետք է տամ։ Երբ որ ես բակ եմ գնում, ուզում են իմ խաղալիքներով խաղալ, ես պետք է տամ։ Ուզում եմ ասեմ, ոչ, պետք չի երեխային սովորացնել, որ ինքը պետք է տա։ Հետաքրքիր է եւ կարող է շատ ծնողներ ասեն այդ դեպքում ինքը մեծանում է ինչ որ էգոիստ, այո, ինքնասեր կարող է։ Ոչ։ Պատմեմ ոնց եմ ես իմ աղջկան առաջի երեխային սովորացրել։ Մենք իջել ենք բակ, ինչի ինձ համար այդ օրինակը շատ ուժեղ է, որովհետեւ կողքս իմ պապան էր ու ասեց, որ ես սխալ եմ դաստիարակում իմ երեխային։ Բայց դուք ձեր որոշեցիք փորձարկում անել։ Այո։ Մենք բակում ենք, ինքը երևի մի տարեկան էր, մոտ 2 տարեկանի։ Իր խաղալիքները ուներ, ինքը չէր սիրում տալ խաղալ ուրիշ երեխաներին։ Եվ ես իրան թույլ էի տալի դա։ Միշտ երբ որ ես իր մոտից ինչ որ մի բան վերցնում եմ, ես իրանից հարցնում եմ, որովհետև ինքը մարդ է, ինքը լիչնեստ, հա։ Ու ես իրան ասեցի, ինչ որ երեխա ուզում էր խաղալ իր խաղալիքով, ասեցի, Սոֆիա, կարող ենք տալ։ Ասեց ոչ։ Ասեցի լավ։ Ու այդ աղջկան ասեցի կներես, բայց հիմա Սոֆիան չի ուզում տալ, բայց չէր խաղում այդ խաղալիքով։ Պապաս կողքից ոնց չի կարելի տենց, Սոֆիա տուր, ասեցի խնդրում եմ, չէ, թող չտա։ Անցավ 2-3 րոպե, Սոֆիան ուզեց այդ աղջկա խաղալիքը վերցնել։ Ես ասեցի, Սոֆիա, արի հարցնենք։ Ես քեզ այնց հարցրեցի, դու չուզեցար։ Արի հարցնենք, ուզում ա, թե ոչ։ Մենք հարցրեցինք, այդ աղջիկը ավելի մեծ էր տարիքով, ինքը հաճույքով տվեց։ Երբ որ Սոֆիան ստացավ իր խաղալիքը, ես սկսեցի իրան բացատրել։ Թե ինչ լավ բան է։ Տես, երբ որ դու ես ուզում, քեզ տալիս են ու դու ուրախանում ես։ Դու նույնիսկ վերադարձնելու ես։ Նույն ձև ուրիշ բալիկը, եթե ուզում ես իր հետ ընկերություն անես, դու պետքա կիսվես։ Ոչ թե պետքա, այ եթե ուզում ես շփումը։ Եթե ուզում ես մենակ լինես, խնդիր չկա։ Այսինքն արդյունքը, երբ երեխան տեսնում է ինչ է տեղի ունենում այդ գործողության ու հանգուցալուծման արդյունքը, եւ ինչպես ժողովրդական լեզվով ասում են, մաշկի վրա է դա զգում, նա հաջորդ անգամ երբեք չի սխալվի ու երբ բալիկը նրանից հա միգուցե հաջորդ օր ինչ որ բան ցանկանար, նա հաճույքով պարզապես կտար իր խաղալիքը, որտեղ ես բացի դրանից ուզում եմ ասել, որ շատ ծնողների սխալն է այն, երբ որ իրանք կտրուկ ասում են ոչ։ Իմ ցանկությունը երեխային ինչ որ սիստեմա ցույց տալ, կյանք ցույց տալ, հա, երբ որ ասում ես ոչ, դրա հետևյալը ինչ է, երբ որ ասում ես այո, ինչ է ստացվում դրանից, հա, այդ բուժուր աշխարհը ցույց տալ, ամեն բանի ինքը ունի ամեն բանը իր աշխարհը,
դա է ստիրակում երեխային։ Դրա համար երբ որ մենք եկանք արդեն Հայաստան, շատ հետաքրքիր բան ես նկատեցի, որ Բաքում երեխաների հետ ամենաշատը ինքն է կիսվում խաղալիքների հետ։ Ու ինքը իրան ասում են Սաֆիա, ինչքան դու բարի ես, որ դու ամեն ինչ տալիս ես։ Որովհետև ուրիշ երեխաները հենց տեսնում են իրանց ծնողները չկա, արդեն ուզում են իրանցը պահել իրանց մոտ, որովհետև շատ ժամանակ դա վերցրել են։ Այսինքն պարզ կանոն պարզապես թույլ տալ երեխային կայացնել որոշում։ Մենք սիրում ենք այո ծնված օրից տալ որոշակի կաղապար, որպեսզի երեխան դրա մեջ ապրի։ Շատ ճիշտ եք նշում, հա, կա մի ծնող, ով երեխային չի ասել, երբ բակիչնես ցանկանան խաղալիքդ կտաս խաղալիքդ, երբ գնանք հյուր, չօգտվես սրանից շատ, այսինքն մենք ծնված օրից տալիս ենք, հա։ Կամ սիրում են, որ քո մոտ եկել է հյուր, ամոթ է, ոնց չես տալիս։ Բայց տարբեր բաներ կա, կարող ենք տալի, որ երեխան ապրի այդ ամենը, իր մաշկի վրա դա զգալ, տեսնի արդյունքը եւ նոր միայն գա ճիշտ։ Իսկ ծնողի մոտեցումն է ամենակարևորը։ Շնորհակալ եմ Տաթևիկ հետաքրքիր տեսակետների, նաև ձեր օրինակը հեռուստադիտողներին ներկայացնելու համար, իսկապես երբեմն շատ բարդ բաների մասին երբ խոսում ենք, հասկանում ես, որ ամեն ինչ շատ պարզ քայլերի մեջ է, հա, պարզապես դրանք պետք է իմանալ, լինել տեղեկացված, հուսանք նման հարցազրույցները կօգնեն մեր ծնողներին։ Շնորհակալ եմ զրույցի։ Ձեզ շնորհակալություն։ Այնինչ վնասակար է, գայթակղիչ է եւ համեղ։ Ցավոք այդ երկու հատկանիշների շնորհիվ վնասակար սնունդը թուլացնում էր մեր ուշումությունն ու դրդում է հանձնվել։ Ոչ, ես չեմ փորձում արդարացնել մեր սխալ ընտրությունը, պարզապես ուզում եմ ասել, որ հասկանում եմ, բայց ինձ ոչինչ չի կարող ստիպել հասկանալ, թե ինչ պատճառաբանությամբ շատ շատերն իրենց երեխաներին թույլ են տալիս, ասենք օրինակ, գազավորված ըմպելիքներ օգտագործել։ Վերջին տարիներին մամուլը ճչում է դրանց վնասակար հետևանքների մասին, բայց ծնողները դեռ շարունակում են իրենց երեխաներին գազավորված ըմպելիքներ հրամցնել։ Մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք այս խնդրին, հերթական տեսանյութը նոր տեղեկություններ է պարունակում։ Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում ավելացել է ճարպակալման խնդիրներ, նյարդային համակարգի խանգարումներ եւ ոսկրային հիվանդություններ ունեցող երեխաների թիվը։ Ամերիկացի մի շարք գիտնականների կարծիքով այս ամենի պատճառը գազավորված ըմպելիքների չարաշահումն է։ Հանուն գիտության եւ հանրության շահի ամերիկյան հասարակական կազմակերպության աշխատակիցները դիմել են սննդի վերահսկողության գերատեսչությանը, պահանջելով օրենք ընդունել այն մասին, որ գազավորված ըմպելիքների շշերի վրա պարտադիր նշվի։ Այն առաջացնում է ճարպակալում, կարիես, շաքարային դիաբետ, ալերգիա եւ մի շարք այլ հիվանդություններ։ Մեկ շիշ գազավորված ըմպելիքը պարունակում է 8-ից 10 գթալ շաքար օրինակ, հա, եւ պատկերացնենք դա երեխայի օրգանիզմի համար ինչ ծավալ է, ինչ ավելորդ կալորիաներ են, ածխաջրեր են ավելորդ, իսկ ածխաջրերի շատ քանակությունը օրգանիզմում արդեն բերում է ճարպային փոխանակության խանգարման, լյարդը սկսում է այդ ավելորդ ածխաջուրը որպես ճարպ կուտակել։ Բրիտանացի բժիշկ Դեվիդ Քերն էլ հետազոտել է օրական 1 բաժակ գազավորված ըմպելիք խմող երեխաներին։ Նրանց առողջական վիճակը համեմատել է գազավորված ըմպելիք չխմող երեխաների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գազավորված ըմպելիքների սիրահարների լյարդը հակված է ճարպակալման, առկային ուշադրության կենտրոնացման խանգարում, հաճախակի գլխացավ, իմունիտետի անկում եւ այլն։ Որոշ գազավորված ըմպելիքներ, որոնք կոֆեին են պարունակում, հա, կոֆեինը խթանում է նյարդային համակարգը եւ այդ երեխաները, որոնք օրվա մեջ մեծ քանակով են կիրառում այդ ըմպելիքները, նրանք ավելի անհանգիստ են, դյուրագրգիռ են, քնի հետ խնդիր ունեն։ Բոլորը զարմանում են, բոլորի շրջապատում կան երեխաներ, ինչի պիտի ասենք 5 կամ 10 տարեկան երեխան ասի ես գլխացավ ունեմ։ Օրգանիզմին վնաս են հասցնում ոչ միայն գազավորված ըմպելիքներն, այլև բնական հյութերի դիմակի ներքո քողարկվածները։ Այս կարծիքի են ֆրանսիացի գիտնականները։ Խանութներում վաճառվող բնական հյութերը մեծ քանակությամբ ներկանյութեր եւ կոնսերվանտներ են պարունակում։ Դրանց մշտական ընդունումը հանգեցնում է սիրտանոթային համակարգի խանգարումների։ Այս առումով առավել խոցելի խումբ են կազմում հենց երեխաները։ 600 դրամով հայկական արտադրության նարինջի հյութ չի կարող լինել։ Հայաստանում նարինջ չի աճում։ Բնականաբար դրանք արհեստական, քիմիական ճամբարով ստացված համեր են։ Նայենք պահպանման ժամկետը 1-2 տարի պահպանման ժամկետ է գրված հյութի վրա։ Արդեն հասկանալի է, որ դա հագեցած է կոնսերվանտներով, իսկ կոնսերվանտները իրենց տակ լավ բան չեն ենթադրում։
Հարվարդի բժշկական դպրոցի բժիշկները պարզել են, որ գազավորված ըմպելիքների ընդունումն աղջիկների դեռահասության շրջանում հանգեցնում է վաղ սեռահասունության։ Հետազոտությանը մասնակցել է 9-ից 14 տարեկան 5000 աղջիկ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն աղջիկներն, ովքեր ամեն օր գազավորված ըմպելիք են խմում, մի քանի ամիս ավելի շուտ են սեռահասունանում, քան գազավորված ըմպելիքներ չխմողները։ Հետագայում այն կարող է հանգեցնել կրծքի քաղցկեղի։ Նպաստում են կալցիումի դուրսբերման օրգանիզմից, որովհետև մեծ քանակով օրթոֆոսֆորական թթու են պարունակում։ Կալցիումի դուրսբերումը օրգանիզմից ենթադրում է ոսկրերից, ատամներից, դրա համար այդքան հաճախ ունենք կոտրված ատամներ, փչացած ատամներ, կարիես եւ կոտրվող ոսկրեր։ Գազավորված ըմպելիքներում պարունակվող քաղցրի մեծ չափաբաժինը բարձրացնում է ինսուլինը, ինչն էլ հորմոնալ խանգարումների պատճառ է դառնում։ Գազավորված ըմպելիքների վաճառքը պետք է արգելվի։ Այսօր ամբողջ աշխարհում մասնագետները հենց այսպիսի կոչերով են հանդես գալիս։ Մայրիկների ակումբը մի խումբ ապագա ու ներկա, նորատի ու փորձառու մայրիկների հավաքատեղ է։ Եթերային 30 րոպեն ընդունելով որպես ամենօրյա պարտադիր հանդիպում, նորը սովորելու հիանալի առիթ, մի մոռացեք նաև եթերից դուրս մեր շփման մասին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում, գրեք մեզ հարցեր, առաջարկներ, մասնակցեք մեր քննարկումներին։ Առաջին ալիքի պաշտոնական կայքում էլ դիտեք մեր բոլոր թողարկումները։ Դուք եւս մեծ թիմի անդամ եք, եթե հավատում եք, որ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։